Հերթագրվել է 5 պատգամավոր Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, տեսեք դուք ներկայացնում եք օրակարգի նախագիծ եւ մարդիկ ելույթ են ունենում, ասում են, որ այդ օրակարգի մեջ իրենք պատկերացնում են այսպիսի հարցերի քննարկում։ Հիմա դուք բռնում եք աչու թարս բոլորի խոսափողը անջատում եք, ասենք, բա ինչի համար ենք մենք այս քննարկումները անում։ Միանգամից խոսափողները հանեք ստեղից, եթե դա ձեր մտայնությունը։ Հիմա էլեկտրոէներգիայի հոսանքի հետ սակագնի հետ կապված ես անում եմ կոնկրետ առաջարկություն։ 4-օրյա նիստերի օրակարգի նախագծում մենք ունենք հարց 3-րդ մաս 38-րդ հարցը էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Ես առաջարկում եմ ազգային ժողովի 4-օրյա նիստերը սկսել այս նախագծի քննարկումից, որպեսզի կառավարության ներկայացուցիչը գա լինի հիմնական զեկուցողի դերում եւ մենք իրեն համապատասխան հարցեր կարողանանք ուղղել, մտքեր փոխանակել, հասկանալու համար այն խայտառակ վիճակը, որ հաստատված է Հայաստանի էներգետիկ համակարգում եւ դա ոչ միայն էներգետիկ խնդիր է, այլև ազգային անվտանգության խնդիր է, այլև սոցիալական խնդիր է, ել չեմ ասում, որ այդտեղ առնչություններ կան նաեւ քրեական օրենսգրքի հետ կապված, որովհետեւ պետք է հասկանալ այդ ոնց է այդ ամեն ինչը գոյացել։ Այսօր մարդիկ փողոցներում մեզ կանգնացնում են, ասում են, այդ ոնց է, որ էներգետիկ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները մեծահարուստներ են, իսկ էներգետիկ համակարգը սնանկանում է։ Եթե էներգետիկ համակարգը սնանկանում, այդ էներգետիկ համակարգի ղեկավարները ինչի չեն սնանկանում, այդ ոնց են իրանք տենց մեծահարուստներ դառնում։ Այստեղից եզրակացությունը ինքնին բխում է, այս փողը մտել այդ մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են ժողովրդի գրպաններից այդ փողը հետ վերադարձնել։ Շնորհակալություն։ Ես խնդրում եմ նորից չվերադառնանք թեմային։ Շատ բարի։ Համեցեք, պարոն Սահակյան։ Նախ ասեմ, անհրաժեշտ է հետևել կանոնակարգ օրենքին։ Օրակարգը ձևավորվում է հանձնաժողովների որոշումների հիման վրա։ Առավել ևս շատ հանգիստ պայմաններում ուրբաթ օրը խորհրդակցության ժամանակ մասնակցում են հանձնաժողովի նախագահները եւ խմբակցության ղեկավարները։ Մենք բավականին համատեղ որոշումներ կայացրեցինք, թե հետագայում ինչ պիտի անենք։ Դուք ճիշտ եք ասում, մի առիթով ես էլ եմ դա ասել, որ այս երևույթին խոսափողները խանգարում են մեզ, առավել ևս հիմա էլ եթերն է, հեռուստաեթերն է սկսել խանգարել։ Այն մարդկանց հետ, որ լուրջ քննարկում ես, պայմանավորվում ես, որովհետև on-line կապով փորձում են մարդիկ դիտարկում են հիմա էլ հեռուստաընկերության միջոցով, փորձում են կուրս ծեծել, որ ժողովրդի մասին շատ են մտածում։ Դրա պատասխանատվությունը ես ավելի վատ եմ զգում, կամ իշխանության իմ գործընկերները ավելի վատ են զգում, եւ այդպես չէ, որ համապատասխան ծառայությանը թվեր են ներկայացրել, դա վերջնական որոշում է, որ 40%-ով էլեկտրոէներգիան բարձրանում է։ Դրա համար ասում եմ, լուրջ ձևով կարելի է քննարկել։ Քննարկելու համար անհրաժեշտ է այն մարդիկ, որոնք տիրապետում են ընդհանուր խնդրին, իսկ ես կարծում եմ մեզանից շատերն էլ են տիրապետում, եւ նաեւ ցանկությունների առումով բոլորս ցանկանում ենք, որ դա իրողություն չդառնա, կմասնակցեն նաեւ պաշտոնատար այն անձինք, որոնք կոչված են ձեր հարցերին պատասխանել, եւ այդ դեպքում կկարողանանք այստեղ գորգորալ, հետո հեռուստաեթերով հանդես գալ, վատ բան եմ առաջարկել, ինչը կարելի է հանգիստ պայմաններում կատարել։ Ենթադրենք այսօր օրակարգ մտավ, որ անհնարին է այս պահին, եւ քննարկեցինք, ոչ թվերին եք տիրապետում, ոչ այդ որ ասում եք թալանը տարել են, ոչ էլ այդ թալանին եք տիրապետում, ոչ էլ պարտքերը թե ինչից են առաջացել, ոչ էլ դրան եք տիրապետում։ Ասում եմ, տիրապետենք, քննարկենք, որպեսզի հաջողությամբ կարողանանք գոնե ինչ որ անում ենք, փորձենք ժողովրդին ներկայացնել, գուցե հասկանալի կլինենք, գուցե կկարողանանք հաղթահարել շատ բաներ։ Խնդիրը սրանում է ընդհանրապես։ Ես դա եմ, իսկ խոսափող անջատում եմ կանոնակարգ օրենքի համապատասխան։ Հարցերը տրվում են օրակարգի վերաբերյալ։ Օրակարգում այն ինչի մասին ես խոսել եմ, այդ մասին որևէ հարց չտրվեց այսքան ժամանակ։